Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր ապրիլի 30։ Նա ուզում է ամենը։ Երանի այն ամենին, որ սպասում են նրան, դու էլ լաց չես լինելու։ Նա քեզ պիտի ողորմե աղաղակիդ ձայնովը, և քո ականջները լսելու են մի խոսք քո ետևից, որ ասե. «Սա է ճանապարհը, սրանով գնացեք, երբ որ աջ կողմը պետք է գնաք, և երբ որ ձախ կողմը պետք է գնաք։ Դուք երգ կունենաք Սուրբ Տոնի գիշերվա նման և սրտի ուրախություն սրինգով գնացողի պես»։ Եսայի 30-րդ գլուխ 18, 19, 21 և 29-րդ խոսքեր։ Եսայիան ասում է. «Եթե միայն սպասես Տիրոջը, և եթե կրկին կանչես նրան և վերադառնաս նրան վստահելու, նա կանի քեզ համար այն ամենը, ինչ գրված է, և էլ ավելին»։ Աստված կարող է մեկ խոսք ասել, և թշնամին կպապանձվի, որովհետև Տիրոջ ձայնիցը զարհուրելու է ասորեստանցին։ Խոսք 31-րդ։ Չկա որևէ հարց, որը մեր Հայրը չի կարող լուծել, որևէ մարդ, որը նա չի կարող մեզ համար հաղթել իր շուրթերի բխող ընդամենը մեկ խոսքով։ Եսայիան ասում է, որ Տիրոջ շունչը կսպառի մեր ճանապարհին կանգնած ամեն ինչ։ Խոսք 33-րդ։ Սակայն Աստծուն բոլոր բաներում վստահելու այս գործընթացը հեշտ չէ։ Մի օր ես դիմեցի Տիրոջը Նյու Յորքում մեր եկեղեցու կառուցման հետ կապված մի խնդրի վերաբերյալ, ասելով նրան. «Հայր, ես այս հարցը վստահում եմ քեզ և գիտեմ, որ կարող եմ հանգիստ լինել»։ Նա պատասխանեց. «Դեյվիդ, զարմացած եմ, որ կարող ես ինձ վստահել քո անշարժ գույքը, ֆինանսները և այլ նյութական իրերը, բայց չես ուզում ինձ վստահել քո ֆիզիկական բարեկեցությունը»։ Այո, սիրելի հավատացյալ, նա ուզում է ամենը՝ ձեր առողջությունը, ձեր ընտանիքը, ձեր ապագան։ Նա ուզում է, որ դուք ապրեք խաղաղության, վստահության և հանգստության մեջ։ Ուրեմն մեկուսացեք Տիրոջ հետ։ Նա խոստացել է. «Քո ականջները լսելու են մի խոսք քո ետևից, որ ասե. «Սա է ճանապարհը, սրանով գնացեք»։ Ճշմարիտ հավատքը ամեն բան նրա ձեռքն է վստահում, իսկ հավատքի ապացույցը խաղաղությունն է։